որոշ անառակաբարո տերտերների պաշտպանության մատյան գունդը ակտիվացել է եւ այդ մատյան գունդի տրոյական ձիերի հերթական չաբանն է, ուրեմն հոսքն է նկատվում օտար տարբեր ուրեմն երկրներից գործակալական նկրտումներով Հայաստանում ներդրված ամենատարբեր անձանց միջոցով Խորհրդարանական հայտարարությունների ժամին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն է անդրադարձել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Հեցի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարությանը. Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Այդ ձեր ձևերը ո՞րն է։ Լույսերն եք անջատելու։ Լույսերը հենա անջատում եք։ Իսկ չեք կարող մի հատ ձեր գործը անեք։ Իսկ իմ թեժ գից չեք կարող դուք կարգավորեք, ինչի մասին եք եկել խոսել։ Կոնջորյանը հիշեցրել է ամիսներ առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության Հեցի թեմայով կազմակերպած քննարկումը, ինչին հետևել էր կառավարությունում վարչապետի հարցադրումներն ու հանձնարարականները։ Պատգամավորի խոսքով այսօր տեսնում են այս մարդկանց հոգևոր մարտակոչերի շրջանակում հանդես գալը։ Այդ Կոնջորյանի ձևակերպմամբ իրականում սեփական ունեցվածքը պահելու մարմաճը։ Դուք ինչ հոգևոր պաշտպանության գործին եք լծվել, դուք ինչ կապ ունեք հայ առաքելական եկեղեցու հետ, դուք ինչ կապ ունեք հայ ժողովրդի հետ, դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների եւ օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության այն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք, որը ինչ է արել, այդ պնակալես հացկատակների հավաքածուն, որը որ պետությունն ու ժողովուրդը որպես կթուկով տասնամյակներով օգտագործելու թալանել է, այսօր ուզում եք ուղղակի այդ թալանի շարունակականության համար Հայաստանում քաղաքական ռևանշի հասնել։ Այդ չի ձեր ուզածը։ Վեղարի տակ տրոյական ձին ոնց էր են ձիու մեջ էին, չէ՞ թաքնվել։ Հիմա Հայաստանում տրոյական ձին բանա, տրոյական վեղարի տեսքով է հանդես գալի։ Վեղարը բացում ես, տակից օլիգարխներ են դուրս գալիս։ Տարատեսակ բանը, ուրեմն տրամաչափերի օլիգարխներ են դուրս գալիս վեղարի տակից։ Լրագրողների հետ ճեպազրույցում Կարապետյանի հայտարարությանն է անդրադարձել նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը։ Սամվել Կարապետյան, գնաց զբաղվի հեցովդ, հեցի որակապով, որ մարդկանց լույսերը չանջատվեն, կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու, այն պարտավորությունները, որը ստանձնել ես, քեզ ինչ-որ տարածքներ են տվել, որտեղ աշխատանքներ իրականացնես, չես իրականացրել, իրականացրու, թե չէ մենք, որպես Հայաստանի Հանրապետություն իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով։ Սա է մեր, նախազգուշացնում եմ, ի պատասխան տվյալ, ուրեմն անձնավորության անիմաստ հայտարարություններին։ Եվ մենք ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու ենք ձեր հարցերով։ Սկսելու ենք զբաղվել հեցի ազգայնացման հարցերով, օրինակ, կամ կրկեսի պետությանը վերադարձման հարցերով։ Հնչած հայտարարություններին կոշտ է արձագանքել վարչապետ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ։ Սա ձեզ համար կալուգային Նիժնի Տապրի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա։ Մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ, լուրերին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Ավելի վաղ տեղեկություններ տարածվել, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի Երևանի առանձնատանը։ Մայա Խաչատրյան, լուրեր։